Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հոխիկյան։ Բարև ձեզ։ Տիկին Հոխիկյան, երրորդ նախագահը 3 դատարանի բակում կրկին լրագրողների հետ շփումների ընթացքում մի քանի հայտարարություններ արեց, մասնավորապես ասաց, որ սպասում են կաթողիկոսի հորդորին եւ կաթողիկոսի հորդորով պայմանավորված պատրաստ են յուրաքանչյուր քայլի, նախ յուրաքանչյուր գործողության իր բառերով ասած։ Ինչ ասել է յուրաքանչյուր գործողություն երրորդ նախագահը ինչ է հասկանում դրանով եւ նաեւ կրկին ասաց, որ չեն կարող ինքնագլուխ առաջնորդվել եկեղեցու դեպքում, դա պիտի պարտադիր այդ մասին պիտի հորդոր լսեն ամենայն հայոց կաթողիկոսից։ Սա նաեւ չի ենթադրում, որ ամեն դեպքում գնդակը նետում են կաթողիկոսի դաշտ, որ կաթողիկոսը արդեն գնա որոշակի հայտարարությունների եւ կամ գործողությունների որևէ կոչի, ինչպես եք հասկանում այս հայտարարությունները եւ վերջի շրջանում առհասարակ տեղի ունեցողը։ Դե առնվազն աջակցություն են հայտնում կաթողիկոսին արդեն ավելի բաց իր օրակարգերին, մասնավորապես, եւ եթե հաշվի առնենք, որ նույն դաշտում կամ նույն կողմում են խաղում եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը եւ կաթողիկոսը, մոտավորապես նույն երկրի շահերն են այսօր ավելի շատ սպասարկել, ինչ որտեղ գուցե հասկանալի։ Իսկ թե կոնկրետ դա սպառնալիք է, թե ինչ է, կարծում եմ այդ հաշվով արժե դիմել Սերժ Սարգսյանին կամ գուցե դրանով թերևս արժե որ զբաղվեն հատուկ ծառայությունները կամ հենց այն մարմինները, որոնք որ պիտի զբաղվեն նման հարցերով։ Այսինքն այդ հատուկ գործողությունները կարող է նշանակել ամեն բան։ Ընդհանուր նաև ինչ որ ռազմական գործողությունների կոչ, որովհետև նման կոչ արել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ես առնվազն մի arczepiskoposi հիշում եմ, ով կոչ էր անում ռազմական հեղաշրջման եւ նշում էր, որ դիմել է նման խնդրանքով կամ կոչով երկու նախկին նախագահներին, խոսքը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Դե գուցե Սերժ Սարգսյանը այս հարցում այս arczepiskoposi հետ խոսքը Հաճապահյանի մասին է համակարծիք է։ Այսինքն սպասում եմ, որ կաթողիկոսն է նույն հարցով իրեն դիմի միգուցե։ Եվ նաև Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպում էր իր աջակիցների հետ, Ռոբերտ Քոչարյանն էր պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող մարդկանց մոբիլիզացնել, որպեսզի գրոհի մայրաթոռը, ընդ որում շատ են խոսում գրոհի մասին Տիկին Հոխիկյան, այսպես հորդորում են կարծես տողատակում, որ չեն կարողանում, չի ստացվում մարդկանց մոբիլիզացնել, այլապես հիմա մայրաթոռը գրոհել էին, գրավել էին, նման մոտավորապես լեզվամտածողությամբ են հայտարարություններ անում։ Տողատակում ինչ կարելի է հասկանալ այն դեպքում, որ վարչապետը գիտեք, բազմիցս հայտարարել է, որ այս process-ը պիտի տեղի ունենա անցնցում եւ ընտրել է ավելի փափուկ ճանապարհ, այսինքն գնում է ամեն կիրակի պատարակների, աղոթում է, ապաշխարում է եւ այսպես շարունակ եւ եկեղեցու նորոգումը ըստ էության հայտարարել է, որ ինքը այդ կերպ է պատկերացնում։ Հիմա ինչ գրոհի մասին են խոսում։ Արդյոք իրենք տողատակում իրենց նաեւ ցանկություններն են, այսպես ասած, արտահայտում։ Դե գուցե հնարավորություն են տեսնում, որտեղ իրենք կարող են ինչ-որ դերակատարում ունենալ այս պարագայում եւ կրկին քանի որ Ռոբերտ Քոչյանը նույնպես ներկայացնում է այն թևը, որի շահերի պաշտպանությամբ բավականին երկար ժամանակ ինչ զբաղվում է նաև կաթողիկոսը, խոսքը ավելի շատ ռուսական գծի եւ ռուսական շահերի մասին է, չի բացառվում, որ նաև այս տարբերակով իրենց աջակցությունն են փորձում հայտնել հենց այդ օրակարգերին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկայում ունենք ընտրություններ, առաջիկա 6 ամիսների կտրվածքն էլ բավականին լարված է լինելու եւ պայմանավորված թեկուզ հենց նրանով, որ տեսնում ենք թե պրոքսի ինչպիսի ուժերի հստակ ներկայացվածություն կա դաշտում եւ ինչ տարբեր դերակատարների են նաեւ Ռուսաստանը այս պարագայում դաշտ նետում իր շահերի պաշտպանության համար, չեմ բացառում, որ իրենք էլ բավականին լուրջ են հարցին մոտենում։ Ինչ կաթողիկոսին է վերաբերվում, կարծում եմ կաթողիկոսի լուծումները, որոշումները եւ այլն ավելի շատ պայմանավորված են լինելու եկեղեցում տիրող իրավիճակի դինամիկայով, պայմանավորված հենց թեկուզ նրանով, թե ինչպիսի աջակցություն կստանա եպիսկոպոսներից, arczepiskoposներից, առնվազն նրանցից, ովքեր այսօր տարատեսակ քրգործերով այսպես ասած ներգրավված չեն, երևի թե նա քայլերը հենց դրանով էլ կհաշվարկի ու նաև նրանով թե ինչպես կառաջնորդեն իրեն համապատասխան կենտրոններից, հաշվի առնելով այն մեդալները, որ նա եւ իր եղբայրը ստացել են հենց
անմիջապես ռուսական դաշնության ղեկավարի կողմից։ Իդեպ շատ նշանակալից էր իր եղբոր մեդալ ստանալու հանգամանքը, ու դա հենց այն ժամանակ, երբ մեր երկրի վարչապետը հայտարարում է, որ Եզրասը, կաթողիկոսի եղբայրը, ժամանակին եղել է ՊԱԿ գործակալ։ Դա էլ բավականին խոսում քայլեր։ Իսկ երբ որ վարչապետը այդ մասին խոսում էր երկրի թիվ 1 ամբիոնից, ինչ եք կարծում, դա պարզապես քաղաքական հայտարարություն էր եւ կամ այլ նպատակներ ունեցող, թե արդեն հստակ նաեւ ապացույցներ ունենալով էր այդ հայտարարությունը անում։ Եվ եթե հետո ճիշտ նկատեցիք, 2 օր հետո մենք տեսանք այդ արարողակարգը, երբ Վլադիմիր Պուտինը անձամբ այդ մեդալը շնորհում էր Եզրաս Ներսիսյանին։ Վարչապետը հստակ հղում արեց տարատեսակ գաղտնազերծված փաստաթղթերի, ենթադրում եմ, որ խոսքը իսկապես հիմքերի մասին է, ուղղակի հաշվի առնենք, որ ՊԱԿ գործակալների այսպես խնդիրը փոքրինչ այլ դաշտում է, քան ասենք օրինակ ռուսական դաշնության գործակալների խնդիրը, ինչու, որովհետև ՊԱԿ գործակալները ժամանակին հավաքագրվել են եւ ծառայել են իրենց երկրի շահին։ Սովետական միության մասն ենք խոսում։ Սովետական ժամանակահատվածում նրանք չէին աշխատում երրորդ երկրի շահերը ներկայացնելով։ Նրանք աշխատում էին իրենց երկրի շահը ներկայացնելով։ Այդ իսկ պատճառով կարծում եմ բավականին դժվար կլինի պատասխանատվության կանչել մեկին, ով ժամանակին ՊԱԿ գործակալ է եղել։ Իհարկե, եթե չկան ինչ-որ այլ վկայություններ առ այն, որ հետագայում նրանք թերևս նաև փոխել են իրենց նվիրվածությունը կամ անցել են մեկ այլ երկրի ծառայության դաշտ, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության։ Ամեն դեպքում վարչապետի հղումը հստակ էր, խոսքը ՊԱԿ գործակալ լինելու մասին էր եւ նա հղում էր անում գաղտնազերծված փաստաթղթերի։ Պատճառ չունենք չհավատալու առնվազն։ Եվ քանի որ եթե կներեք հերքում չենք ունեցել այս հաշվը։ Հա, այդ առումով կարծես թե մայրաթոռում եւ կամ անձամբ կաթողիկոսի մակարդակում շատ լուռ են, թեև շատ արագ արձագանքում են ամենատարբեր հարցերին, բայց այդ գլխավոր հարցերին եւ մեղադրանքներին թերևս վերջին 6 ամիսների ընթացքում որևէ արձագանք չենք լսել։ Սա էլ է իդեպ տարօրինակ, կարող եք անդրադառնալ նաեւ դրան, թե ինչի մասին է այս լռությունը, բայց ամեն դեպքում, քանի որ ասացիք, ներսում պիտի գործընթացը լինի, ներսում մենք տեսնում ենք այդ եպիսկոպոսների ընդվզումը, հայտնի հայտարարությունը, պետք է կայանար նաև այս օրերին եպիսկոպոսատ ժողով, որը Գարեգին Բն Ֆրանսիայից գալով չեղարկեց ու այսպես շարունակ։ Հիմա ինչի մասին է սա խոսում։ Սա չի խոսում նրա մասին, որ ամեն դեպքում կաթողիկոսը համառորեն շարունակելու է մնալ իր դիրքերում եւ եթե այդպես է, ապա ում եւ ինչին է սպասում խոսակցություններ կան, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, հիմա ընտրություններին է սպասում, մեծ պահքին է սպասում, Սուրբ Զատիկին է սպասում, ինչին է սպասում կաթողիկոսը։ Ես կարծում եմ երկու կողմերն էլ հետ քայլի տեղ չունեն, ոչ պետությունը հետ քայլի տեղ ունի, քանի որ եկեղեցին արդեն 2020 թվականից առնվազն պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը իդեմս ներկայիս իշխանությունների, որովհետև անկախ մեր վերաբերմունքից, որևէ մեկի վերաբերմունքից ներկայիս իշխանություններին, որևիցե քայլ անելուց առաջ պետք է հիշել, որ խոսքը պարզապես անձանց մասին չէ, խոսքը պետության մասին է եւ պետության շահի մասին է։ Այնպես որ սա հաշվի առնելով պետությանը հետ քայլի տեղ պարզապես չի թողել եկեղեցին։ Եթե հնարավոր չլինի եկեղեցին ասելով ի նկատի, թերևս հստակեցնեմ, վերադասը եկեղեցու, այն էլ ոչ բոլորը այդ վերադասի ներկայացուցիչների։ Հիմա եթե հետ քայլ անի պետությունը, ստացվում է, որ հնարավորություն է տալիս մեկ այլ երկրի շահով առաջնորդվող տարատեսակ բավականին բարձր դիրք ունեցող եկեղեցականների դիրք եւ դրանով պայմանավորված ազդեցություն ունեցող եկեղեցականների թույլ է տալիս պարզապես ոչ միայն իրենց դիրքերը պահել, այլ իրավիճակային առումով նաեւ հաղթանակ գրանցել, հենց երրորդ երկրի շահերը ներկայացնելու նաեւ հանգամանքով պայմանավորված։ Այնպես որ այստեղ պետությունը անշուշտ հետ քայլ անել չի կարող, բայց կարծում եմ իրավիճակը Գարեգինի դեպքում էլ նույնն է։ Չեմ կարծում, եթե իսկապես նա իր ասած մեդալներով կլինի, թե այլ ինչ որ հանգամանքներով պայմանավորված կլինի այլ երկրի փաստորեն շահն է այստեղ ներկայացնում, ես չեմ կարծում, որ նա գործում է իր իսկ այսպես կամքով կամ ունի հնարավորություն ինչ որ պահի որոշելու միանձնյա դադարեցնելու իր լիազորությունները։ Բնական է, որ նա էլ կպայքարի այնքան, ինչքան դա թույլ կտա իր ունեցած հնարավորությունները եւ կարողությունները այս պարագայում նաեւ կրկին պայմանավորված եկեղեցում տիրող իրավիճակով, իսկ եկեղեցում բնական է, որ այս
ճեղքվածքը պիտի տեսնեինք, որովհետև տարբեր եկեղեցականներ էլ անկախ նրանից թե ինչպես են վերաբերվում կաթողիկոսին, իրավիճակին, հնարավոր չի տեսնել, որ այն ամենը ինչ կատարվում է, եկեղեցին շատ վատ տեղ է տանում։ Եվ ի վերջո, գիտեք, այս իրավիճակից որևիցե մեկը լավ չի դուրս գալու։ Առաջին հերթին պիտի կաթողիկոսը հասկանար, որ իր նման վարքով եւ տարատեսակ իր եկեղեցու սպասավորների վարքով ամենամեծ վնասը, որ հասցվում է Հայաստանի հայոց եկեղեցու հենց անվանը։ Սա հաշվի առնելով, եթե իսկապես նրանք հավատացյալ են, եթե իսկապես Քրիստոսի հետևորդ են, եթե իրենք իսկապես իրենց քրիստոնյա են համարում, անգամ եթե նրանք իրապես ամեն ինչ արել են անկեղծորեն եւ չեն ունեցել որևիցե այլ բան իրենց մտքում, առաջին հերթին սա հաշվի առնելով թերևս արժեր պարզապես հեռանալ, որպեսզի եկեղեցին չհայտնվեր այն վիճակում, որում հայտնվել է։ Այն էլ Հայաստանի նման երկրում, որտեղ եկեղեցին բավականին լուրջ հեղինակություն է ունեցել եւ բավականին լուրջ ազդեցություն է ունեցել։ Գիտեք, սա էլ շատ հետաքրքիր իդեպ, այսպես հանգամանք է։ Ռուսաստանի Դաշնությունը տարատեսակ իր ազդեցության գործակալների միջոցով բավականին երկար ժամանակ պատերազմից հետո մեզ մոտ, որտեղ իրավիճակը հիշում եք բավականին դժվար էր, ծանր էր, չկարողացավ որևիցե կերպ քանդել պետական ինստիտուտները, բայց միևնույն ժամանակ կարողացավ ձեռքը հասցնել եկեղեցուն եւ այսօր բավականին լուրջ վնասներ է հասցնում ոչ թե Հայաստանի Հանրապետությանը որպես այդպիսին, այլ աշխարհում թերևս ամենահին եւ ամենալավ վարկ ունեցող ժամանակին կառույցներից մեկի հեղինակությանը։ Խոսքը հենց մեր եկեղեցու մասին է։ Ի տարբերություն Ռուսաստանի, մեր եկեղեցին առաքելական է։ Հայաստանում եկեղեցին հիմնել են առաքյալները, ովքեր որ Հայաստանում են եղել։ Ռուսաստանի եկեղեցին ուղղափառ է։ Ի տարբերություն մեզ, այսինքն նրանք շատ կարգով շատ ավելի ցածր են, եկեղեցական, այսպես ինչ որ աստիճանակարգով, եթե դիտարկենք այս հանգամանքը, բավականին ավելի ցածր են այդ աստիճանակարգում։ Այդ իսկ պատճառով հենց թեկուզ միայն սա էլ պիտի որ կարծում եմ ինչ որ դեր խաղացած լինի այստեղ, որ իրավիճակը դեռ շարունակում է չհանգուցալուծված մնալ։ Իսկ Գայգին բեի մոտ այդ գիտակցումը չկա, այսինքն դուք ասացիք, եթե նա լիներ քրիստոնյա, եթե նա մտածեր Մայր Աթոռի հեղինակության վարկանիշի մասին, պիտի ինքը այդ քայլին գնար։ Հիմա միգուցե այնքան քրիստոնյա է, որ չի ուզում թողնել այդ աթոռը կաթողիկոսական։ Առնվազն քրիստոնեական արժեհամակարգը եւ այն արժեքաբանությունը, որով քրիստոնեությունն է առաջնորդվում, լրիվ այլ բանի մասին են խոսում։ Բացարձակապես տարբերվում է նրանից, ինչ մենք տեսնում ենք տարատեսակ եկեղեցու սպասավորների մոտ այսօր Հայաստանում։ Ցավով եմ սա նշում։ Նշում եմ սա նաև իբրև քրիստոնյա։ Տիկին Հողիկյան, իսկ նորմալ է եւ կամ ինչու է ձևավորվել նման լեզվամտածողություն, նման մոտեցում բարձրաստիճան որոշ հոգեվորականների մոտ, ինչու ոչ որոշ քահանաների մոտ, նկատի ունեմ Գյումրիում օրինակ հոգեվորականներից մեկի, այսպես ասեմ, մաստեր կլասը, երբ նզովում էր տեսախցիկների առաջ քաղաքացուն, ասում էր հարազատների թերթով կտեսնես ինչպես են թաղում, հետո անցավ լրագրողին մեղադրեց ամենատարբեր բաների մեջ, եթե ամուսնացած չես, ուրեմն այն բանից ես, հետո խոսեց Լևի գնալուց, իրենց բառերն են մեջ վերում։ Նորմալ է, որ հոգեվորականները կարող են նման լեզվամտածողություն ունենալ, կարող են նզովել տեսախցիկների առաջ։ Երբ ենք հասել այս վիճակին, այս վիճակը նոր է եղել, թե պարզապես այս մարդիկ նոր են սկսել խոսել տեսախցիկների առաջ։ Հետաքրքիրը դա չէ, եթե տարատեսակ այլ հոգեվորականներ իրենց պահում են այնպես, ինչպես պահում են, օրինակ կոչ են անում ռազմական հեղաշրջում անել կամ իրենք իսկ ինչ-որ շարժումներ են քաղաքական կազմակերպում եւ առաջնորդում եւ նույն ժամանակ տարատեսակ այդ հանդիպումների կամ ցույցերի եւ այլների ժամանակ կառավարության տարատեսակ ներկայացուցիչների ամենավերջին բառերով անվանարկելով, բնական է, որ հաջորդ քայլը նմանատիպ ինչ-որ բան պիտի լիներ։ Սա ոչ թե խոսում է անձերի մասին, խոսում է իհարկե անձերի մասին նաև, բայց ընդհանուրով եթե դիտարկենք, խոսում է այն անառողջ միջավայրի մասին, որն այսօր ունենք եկեղեցում, կրկին, ցավոք, որովհետև անկախ դիրքից, եթե
տարատեսակ քահանաներ, ամենատարբեր կարգերի աստիճանակարգով իհարկե պայմանավորված կարգերի եկեղեցականներ, երբ տեսնում են, թե ինչպես են իրենց պահում իրենց վերնախավի ներկայացուցիչները, բնական է իրենք էլ իրենց պիտի թույլ տան։ Եվ այդ ճանապարհային քարտեզը դուք ինչպես եք պատկերացնում այդ նորոգման առումով։ Վարչապետն է նաև որոշակի ճանապարհային քարտեզ ներկայացրել, քայլեր նշել, նաև խոսել է այն մասին, որ եկեղեցիներում պիտի հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, պիտի դրվի դրոշը։ Դուք համամիտ եք կիսում եք այդ մոտեցումները եւ ինչ վերաբերմունք ունեք նաև այդ ճանապարհային քարտեզի առումով։ Թույլ տվեք ես չմտնեմ եկեղեցուն խորհուրդ տալու այս բանավեճի մեջ, թե ինչ պետք է անեն եւ ինչ պետք է չանեն, կարծում եմ դրա կարգը եկեղեցում վաղուց արդեն կա եւ հայտնի է, նրանք այն որ պետք է եկեղեցին բարեփոխվի, սա միանշանակ է։ Անշուշտ ինչ-որ բարեփոխման, բարեկարգման ճանապարհ պետք է անցնել, որովհետև պայծառությամբ տեսնում ենք, որ խնդիրները բազմազան են եւ այդ խնդիրները այնուամենայնիվ լուծման բավականին շտապ լուծման կարիք ունեն, որպեսզի առողջանա կառույցը։ Իսկ թե ինչպես պիտի լուծվի, կարծում եմ լուծումը էլի ներսից պիտի գա, այսինքն ինքնամաքրման ճանապարհով դա պիտի տեղի ունենա։ Այլ տարբերակները այսպես համընդհանուր լուծում հարցին որպես այդպեսին չեն տալու։ Իսկ լուծման համար պարտադիր է, որ Գարեգին բն պիտի հեռանա, այլևս նկատի ունեմ հետ դարձի ճանապարհ չկա, այդ կարմիր գիծը հատված է։ Ես արդեն նշեցի, որ երկու կողմն էլ հետ դարձի ճանապարհ չեն թողել իրենց, Գարեգին բն նրանով, որ կոպտորեն խախտել է այն սահմանագիծը, որտեղ նա սկսել է խառնվել Հայաստանի Հանրապետության պետության կառավարման գործերի մեջ, եւ դա անում է ոչ թե իշահ Հայաստանի, այլ թերևս ներկայացնելով լրիվ այլ երկրի շահեր այս պարագայում, սրանով իսկ պայմանավորված եկեղեցին դարձնելով Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի ամենամեծ շղթայում ամենամեծ, այսպես օղակներից մեկը։ Բնական է, եթե այս օղակը չնեյտրալիզացվի որպես այդպիսին այդ շղթայում, շարունակելու են շատ ավելի այլ զարգացումներ հետևել նրան, ինչ տեսնում ենք։ Իսկ դա կարծում եմ պայմանավորված պետության իսկ շահով չի կարելի թույլ տալ։ Տիկին Հողիկյան, ամեն դեպքում շատ հետաքրքիր է եւ տարօրինակ, թե ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, որ դրանից հետո կաթողիկոսը որոշեց հրապարակային խոսել ամենատարբեր քաղաքական հարցերի մասին։ 2020 թվականի պատերազմից հետո սկսեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այսինքն մինչ այդ մենք մեր հանրությունը սովոր էր տեսնել կաթողիկոսի, որը շատ հաշտ էր կարծես թե միշտ օրվա բոլոր իշխանությունների հետ որևէ քննադատական խոսք չի հնչել, ընդհուպ մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ որևէ քննադատական էլի միտք չի հնչել եւ այսպես շարունակ 16 թվականի պատերազմը տեղի ունեցավ, հրապարակվեցին օրինակ փաստաթղթերը վերջերս բանակցային բոլոր, որևէ խոսք այդ մասին չի հնչում, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ այսպես ինչ-որ ագրեսիվ ռետորաբանություն է կիրառվում։ Ինչ տեղի ունեցավ 18 թվականին, որի հետ հաշտ չէ կաթողիկոսը անձամբ եւ եկեղեցու որոշ սպասավորներ, ինչու ոչ։ Եթե կաթողիկոսը գործեր անձամբ իր անունից եւ բացառապես եկեղեցու շահը եւ Հայաստանի Հանրապետության շահը իր մտքում ունենալով, կարծում եմ նա այլ քայլերի կգնար եւ այլ միջոցների կդիմեր։ Չէր գնա այն սրմանը, որ նա գնաց, չէր անի այն քաղաքական հայտարարությունները, որ նա արեց։ Եկեղեցու տարատեսակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ քաղաքականություն չէին ներխուժի, ոչ թե մտնի այն կերպ ինչպես որ նրանք արեցին։ Քարոզների փոխարեն տարատեսակ եկեղեցիներում չէին հնչի հակաիշխանական քարոզներ, այսինքն մարդիկ եկեղեցի են գնում, որպեսզի քարոզ լսեն, քրիստոնեական քարոզ լսեն, լսում են քարոզչություն քաղաքական։ Այս ամենը հաշվի առնելով ես եկեք նայենք, թե մինչ այդ ինչ 18 թիվ առնվազն օրվա իշխանությունը ովքեր էին։ Մարդիկ էին, ովքեր որ հլունազան ծառել են Ռուսաստանի շահին, առնվազն չեն ընդդիմացել, եթե Սերժ Սարգսյանի տարատեսակ նաև քայլեր դիտարկենք հետհայացքով, երբ մեկ օրվա ընթացքում եվրոինտեգրումից մենք հայտնվեցինք ԵԱՏՄ-ի կազմում, ապա ստացվում է, որ կաթողիկոսը առնվազն կարիք չի ունեցել որևիցե կերպ խառնվելու պետության ներքին գործերին, որովհետև կոմֆորտ զոնայում է եղել։ Պետության, այսպես ասած, ներքին գործերը ճիշտ ձեռքերում են եղել իր գնահատմամբ առնվազն, կամ թերևս սպասարկել են այն շահերը, որոնք պիտի սպասարկեն։ 18 թվականից հետո իշխանության եկան մարդիկ, ովքեր գուցե եւ ոչ միայն
դուրեկան չէին, հա, մարդկային իմաստով, այլ նաև քաղաքական դիտանկյունից բավականին վտանգավոր էին։ Տարատեսակ պատճառներով դրանց մասին բազմիցս խոսվել է։ Ամենակարևորը այն է, որ նույն ժողովրդավարական արժեհամակարգի 18 թվականից հետո արդեն իսկ Հայաստանում հաստատված ժողովրդավարական արժեհամակարգով պայմանավորված կախվածություններ այլ կենտրոններից չունեին մեր ներկայիս իշխանության ներկայացուցիչները։ Իսկ դա բավականին վտանգավոր դիրքավորում է, հատկապես եթե նայում ենք Մոսկվայի դիտանկյունից։ Եթե կախվածություն քեզանից չունեն, եթե լեգիտիմությունը բավականին բարձր է իշխանությունների, ապա նրանց ոչ այնքան Հայաստանի համար շահեկան լուծումների ստիպելու գնալը շատ ավելի ոչ միայն բարդ կլինի, գուցե նաև ինչպես տեսնում ենք վերջին տարիների ընթացքում, անհնարին կլինի։ Այսինքն այդ իշխանությունները չեն առաջնորդվելու իրենց վերադասի, հա, այլ երկրում գտնվող վերադասի կամ այլ երկրում գտնվող կենտրոններից կախվածություն ունենալու այսպես հանգամանքով պայմանավորված, այլ առաջնորդվելու են Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահը իրենց մտքում ունենալով կամ Հայաստանի Հանրապետության շահը որպես այդպիսին առաջնայինը դնելով։ Կարծում եմ հիմնական պատճառներից մեկը սա է եղել։ Տիկին Հողիկյան, մի փոքր նաև միջազգային ամենատարբեր հարցերի անդրադառնանք, մասնավորապես վարչապետը Գերմանիայում էր, գիտեք, այնտեղ ռազմավարական համագործակցության մասով հռչակագիր ստորագրվեց, մինչ այդ Բրյուսելում հետաքրքիր իրողություններ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն, էլի ռազմավարական գործընկերության օրակարգը ստորագրվեց եւ մենք տեսնում ենք սինխրոն արձագանքներ թե Բաքվից, թե Մոսկվայից, որոնք կարծես թե սրտնեղել են եւ դժգոհում են, մասնավորապես Բաքվից հայտարարեցին, որ Հայաստան-Եվրամիություն այդ օրակարգ հակասում է որոշակիորեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին, նախ հասկանանք, թե ինչու նման մոտեցում կա օրինակ Բաքվում, իսկապես խնդիրը այդ Հայաստան-Եվրամիության օրակարգում այդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների մասին հիշատակումն է, թե պարզապես Բաքվին պատրվակներ են պետք եւ այստեղ խնդիրը ավելի շատ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների այսպես սերտացումն է իրենց մտածելու տեղիք տալիս։ Ինչու, որտեղ է այդ խնդիրը։ Եկեք նայենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Անկախ նրանից, որ 20 թվականին բավականին լուրջ պարտություն կրեց Լեռնային Ղարաբաղի պատերազմում եւ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը ծանր էր, հիմա ունենք իրավիճակ, որտեղ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Եվրամիության առանձին երկրներ, այդ թվում Գերմանիան, որը վերջինն էր, իրենց հարաբերությունները նախընտրում են բարձրացնել ռազմավարական մակարդակի հասցնելով Հայաստանի Հանրապետության հետ, ոչ թե Ադրբեջանի հետ, որը մեր ռեգիոնում թերևս պայծ դրությամբ ամենահզոր երկիրն է, եթե առանց չափազատության հարցին մոտենանք, եւ ոչ էլ Վրաստանի հետ, որը բավականին վստահելի եւ հուսալի գործընկեր է եղել մինչեւ առնվազն վերջին տարիները։ Եվ բնական է, որ սա նման արձագանք պիտի առաջացնի եւ Ադրբեջանի իշխանությունների մոտ, կապ չունի թե ինչով նրանք դա կհիմնավորեն, եւ որոշ դեպքերում նաեւ Վրաստանի։ Բացատրեմ ինչու։ Տեսեք, եթե կապուղիները որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արդեն իսկ հաշտության հետևանքում բացվում են, ապա շրջափակվում են, ապա ինչպես Վրաստանի տարատեսակ փորձագետներ վերջերս նշում են, Վրաստանով անցնող այսպես բեռնափոխադրումների առնվազն 20%-ը սկսելու է անցնել ոչ թե Վրաստանով, այլ Հայաստանով։ Բնական է, որ սա Վրաստանի համար կորուստ է եւ բնական է, որ սա նրանց պիտի անհանգստացնի, սա Վրաստանի դեպքն է։ Ադրբեջանի դեպքում էլ եթե նայում ենք, որ ինչպես նշեցի 20 թվականին ունեցած պարտության հանգամանքը հաշվի առնելով եւ նայելով թե այնուամենայնիվ Միացյալ Նահանգները ում հետ Ադրբեջանը բավականին լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի իր հարաբերությունները լավացնի, բարձրացնի ինչ-որ X մակարդակի եւ Եվրամիությունը, որի տարբեր երկրների հետ Ադրբեջանը ունի բավականին լավ հարաբերություններ, պայմանավորված անշուշտ շահով եւ Ադրբեջանի եւ այդ երկրների, բայց տեսնելով թե ինչպես են այդ բոլոր երկրները նախընտրում Հայաստանի հետ անմիջապես գործ ունենալ եւ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակին, բնական է, որ մրցակցային դիտանկյունից այդքան էլ այսպես լավ չի ընդունվելու։ Հենց նույնն է։ Հիմա կապ չունի թե նրանք ինչ մեջ կբերեն, ինչ հիմնավորումներ կփորձեն գտնել, որպեսզի դրան դեմ խոսեն, նրանք դրա մեջ վտանգ են տեսնում, վտանգ ոչ թե ինչ որ պատերազմական, ռազմական եւ այլն, բայց եթե փոքր ինչ փորձենք առաջ նայել, ինչ Ադրբեջանի տարբերություն մեզ արել է
2000-ական թվականներից ի վեր, ապա կտեսնենք, որ եթե այս դինամիկան շարունակվի, Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ դիրքեր է ունենալու հենց տարածաշրջանում։ Այսինքն Եվրամիությունը, Հավաքական Արևմուտքը, Միացյալ Նահանգները տարածաշրջանում որպես ժողովրդավար երկիր անում են Հայաստանի Հանրապետության վրա պայմանավորված, այո, հենց ձեր իսկ նշած առաջին հերթին ժողովրդավարական գործոնով։ Եվ դա վախեցնում է Իհարկե, որովհետև ժողովրդավարական պետությունների դեպքում բնական է, որ շատ ավելի վստահելի են իշխանությունները ի տարբերություն այլ, այսպես, կառավարման ձևեր ունեցող երկրների, որովհետև այլ կառավարման ավտորիտար, ասենք, համակարգերի պարագայում ոչ թե ժողովրդի կամքով պայմանավորված է շարժվելու իշխանությունը, այլ շարժվելու են իրենց իսկ անմիջապես պատկերացրած, երկրի շահով։ Իսկ ժողովրդավարական երկրների հետ դրանով պայմանավորված որտեղ կան տարատեսակ իրավունքների հարգանք, մարդու իրավունքների, այսպես, կենտրոնական մոտեցումներ եւ այլն, դրանով պայմանավորված շատ ավելի հեշտ եւ ավելի վստահելի հարաբերություններ հաստատել է այս պարագայում։ Եվ մենք տեսանք, որ վարչապետը Գերմանիայից պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, եւ նաեւ վերջին շրջանում տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչքան ժողովրդավար մոտեցում ունի Հայաստանի հանդեպ, նկատի ունեմ, որ պարբերաբար տեսնում ենք վարչապետի այցելությունների ժամանակ ցուցարարների, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ վարչապետի եւ իրենց բառերով ասած ի աջակցություն մայրաթորի եւ այսպես շարունակ։ Ռուսաստանում հաճախ չստեսնի նման բան եւ ինչով է դա նաեւ պայմանավորված, որ հատկապես Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ նման ժողովրդավարական մոտեցում ունեն։ Բազմիցս ասել եմ, կրկնեմ թերևս եւս մեկ անգամ։ Երբ նայում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող տարատեսակ հասարակական գործիչների հայերի մասին է խոսքը, բիզնեսմենների եւ այլն, նրանք բոլորը տարբեր առիթներով Ռուսաստանին հարմար ժամանակ միշտ խոսել են Հայաստանի Հանրապետության դեմ։ Բայց միևնույն ժամանակ չեք գտնի գեթ 1 ադրբեջանցու անգամ հիմա, երբ ադրբեջանական համայնքի նկատմամբ այսպիսի հետապնդումներ են իրականացվում Մոսկվայում, պայմանավորված Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև առկա այս իրավիճակով, որոնք գեթ 1 բառ ասած կլինեն Ադրբեջանի Հանրապետության դեմ կամ Ալիևի դեմ։ Թե ինչով է պայմանավորված, սա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Պիտի փորձել հասկանալ այն հայրենասերներից, ովքեր նախընտրել են ապրել Մոսկվայում եւ հայրենասիրությամբ զբաղվել հեռվից։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչու, պարզապես եթե նույն Ռուսաստանի իշխանություններին դա ձեռնտու եւ անհրաժեշտ չլիներ, այնտեղ անգամ պատերազմ եւ խաղաղություն գրքով փողոց դուրս գալու պարագայում կարող են։ Հիշում եք, բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդկանց պարզապես տանում էին համապատասխան կառույցներ եւ արդեն քրեական գործեր կարում։ Այնպես որ սրա պատասխաններ կարծում եմ հստակ է։ Եվ նաեւ Զախարովայի արձագանքը, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ բոլոր նախադրյալներով, այսպես նաեւ Օվերչուկը կրկին արդեն որերորդ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում եւ ինչ որ պահի պետք է ընտրություն անի։ Սրանք նաեւ ինչպես հասկանալ, սրանք եւս խայթոց են, խանդի դրսեւորում են, թե որոշակիորեն նաեւ սպառնալիք են պարունակում Հայաստանի վերջին այս ռազմավարական փաստաթղթերի մասով։ Արևմուտքի հետ նկատի ունեմ։ Գուցե այդ ամենը իրար հետ, բոլորը միասին եւ Ռուսաստանը, գիտեք, Ռուսաստանի նկատմամբ տարբեր զգացմունքներ կարելի է ունենալ, բայց կարծում եմ Ռուսաստանին դժվար է հիմարի տեղ դնել։ Շատ լավ նրանք կարծում եմ հասկանում են ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ նաեւ վստահ եմ, որ հասկանում են, որ առաջիկա ընտրությունները իրենց վերջին շանսն է լինելու այս ժամանակահատվածում ունենալու հնարավորություն հետ վերադարձնելու Հայաստանին այնպեսին, ինչպեսին այն կար մինչ 18 թվական, այսինքն հլու հնազանդ Ռուսաստանի կամքին։ Դրանով իսկ պայմանավորված ամենատարբեր մոտեցումներ են ցուցաբերելու։ Բայց սրանով պայմանավորված մի բան էլ նշեմ, եթե մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ երբևէ լավ հարաբերություններ, ապա դրա համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի մենք Ռուսաստանից մեր կախվածությունը իբրև պետություն իջեցնենք մինիմումի։ Ռուսաստանը ունի հիանալի հարաբերություններ միայն այն երկրների հետ, ովքեր իրենից կախվածություն որպես այդպեսին առնվազն չունեն, կամ ունենալու դեպքում էլ այդ կախվածությունը այնպեսին չի, որը թույլ կտա Ռուսաստանի Դաշնությանը բանեցնելու այնպիսի ազդեցություն, որը կազդի նրանց ներքին կամ արտաքին քաղաքականության դրսևորումների վրա։ Իսկ վերադառնալու առումով ամեն դեպքում խաղադրույքը ում վրա են կատարելու նկատի ունեմ հիմա մեր ձևով
շարժումը գոյություն ունի դաշտում։ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հայտարարում է, որ 26 թվականին գալու է եւ հավակնելու է իշխանության։ Սերժ Սարգսյանը որքան էլ հայտարարում է, որ իր դեմքով չի մտնելու ընտրապայքարի մեջ, բայց կան արդեն ուժեր, որոնք կարծես թե նույն թևն են ներկայացնում, ում վրա է խաղադրույք անելու Ռուսաստանը։ Գուցե հենց հավաքական անմիջապես բոլոր այդ ուժերի վրա դիվերսիֆիկացնելով հնարավոր տարատեսակ, քաղաքական ուժերի, հետագայում այդ ուժերը միացնելու է ինչ-որ կոնկրետ քանակ խորհրդարանում, կոնկրետ քանակի քաղաքական ուժ ձևավորելու այսպես նկրտումներով։ Կաթողիկոսը այդ ուժերի շարքում է, ճիշտ եմ հասկանում։ Կաթողիկոսը առնվազն այսօր ապացուցել է, որ ինքը մյուս դաշտում է խաղում, թե կոնկրետ ում անձնապես նա կաջակցի, դժվարանում եմ այս բան պատասխանել, բայց կարծում եմ բոլորին միանգամից։ Բազմիցս հայտարարել են Ռոբերտ Քոչարյանը իրենց պատկերացրած տղամարդ առաջնորդ։ Բայց միևնույն ժամանակ եկեք չմոռանանք, որ նույն մայրաթոռում կախված է նաև Սամվել Կարապետյանի նկարը իր կնոջ հետ միասին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանի հետ։ Կհանդիպենք։